Օդային հնագիտություն։ Ինչ առեղծվածներ են բացահայտվում Հայաստանում թռչնի հայացքի բարձրությունից։ Հայտնաբերվեց հենց Կիկլոպյան ամրոցը։ Արդյոք կգտնենք Սուրբ Սարգսի գերեզմանը։ Հայաստանում հնագիտական հայտնագործությունները եզակի երևույթներ չեն։ Հնագիտությունը խիստ երկրային գիտություն է, սերտաճած հողի շերտերի հետ։ Սակայն եկեք միասին հեռանանք երկրից, թռիչք կատարենք անցյալ ու տեսնենք հնագիտական ինչ առեղծվածներ կարող են բացահայտվել երկնքից։ Օդային հնագիտությունը համեմատաբար նոր ճյուղ է գիտության այս ոլորտում, բայց արդեն լայն կիրառվում է աշխարհով մեկ։ Պարզվում է, մեր երկրում էլ օդային հնագիտության փորձեր արվել են եւ բավական տպավորիչ արդյունքներ են տվել։ Ես հիմա ուղևորվում եմ Ուշի, ուր դեռ 10 տարի առաջ օդային հնագիտության առաջին թռիչքներն են արվել եւ անգամ փորձել գտնել Սուրբ Սարգսի գերեզմանը։ Ուշիի Սուրբ Սարգիս վանք հայկական խոշոր վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, հեռավորությունը Երևանից 37 կիլոմետր, ըստ հայսմավուրքում պահպանված տեղեկության հիմնադրվել է 5-րդ դարում։ Ուշիի այս կիսավեր, բայց հոյակերտ համալիրը դեռևս 20-25 տարի առաջ կիսով չափ ծածկված էր հողով։ Միայն օդային հնագիտության շնորհիվ բացահայտվեց նրա ամբողջական հատակագիծը։ Արարատի, Արագածի եւ Արայի լեռան միջև գտնվող այս բլուրը ժողովուրդը անվանում է երազանքներ իրականացնող վայր, քանզի ըստ ավանդույթի 1600 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայից բերել եւ հենց այստեղ է թաղել Սուրբ Սարգիս զորավարի մասունքները։ Սուրբ Սարգսի անունը ծանոթ է բոլոր երիտասարդներին, ովքեր փետրվար ամսին աղի բլիթ են ուտում, հուսալով սրբի օրհնությամբ երազում տեսնել իրենց կյանքի ապագա անգերոջը։ Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրո բարեխոսն է, բայց միևնույն ժամանակ նա նաև զինվորականների հովանավորն է։ 4-րդ դարում քրիստոնեությունը դավանող հռոմեական բանակի զորավար Սարգիսը թերևս այս երկու լիովին տարբեր տիտղոսներին է արժանացել իր երջանիկ սիրո պատմության եւ հմուտ զորավար լինելու պատճառով։ Ըստ ավանդույթի, Սարգիսը նահատակվելուց հետո լույս է դարձել եւ արագահաս է ինչպես լույսը։ Մենք հիմա կխոսենք Հայաստանում օդային հնագիտության հիմնադիրներից մեկի, պրոֆեսոր Հայկ Հակոբյանի հետ, որը մեզ կպատմի, թե նրանք այն ժամանակ ինչ տեսան վերից։ 2000 թվականին, երբ կապ հաստատեցինք մի քանի գործընկերներով եվրոպական հնագիտական հետաքրքիր մի դպրոցի հետ, դա օդային հնագիտության դպրոցն էր, մի ժամանակ էր, երբ բավական բարդ էր Հայաստանի համար տնտեսապես, սոցիալապես, գիտությունը եւս կանգեր առած շատ ասպարեզներում եւ կարծես թե նոր ուղղություններ էինք որոնում գիտությունը վերակենդանացնելու համար։ Հայկը այցելել էր օդային հնագիտության ուսումնասիրողների խմբի կայք էջ եւ գրել բոլոր անդամներին։ Անկասկած մեզ համար շատ ոգևորիչ է գալ այստեղ եւ ուսումնասիրել այս լանդշաֆտը, որը լիովին տարբերվում է մերինից։ Այստեղ գրեթե ամեն ինչ նոր է մեզ համար եւ մենք անընդհատ պատրաստ ենք նոր բացահայտումների։ «2000 թվականից սկսած Հայկ Հակոբյանը համագործակցում է բրիտանացի հնագետների հետ։ Նրանք Հայաստանի տարածքում մոտոպարապլանով թռիչքների արդյունքում շատ հնագիտական կառույցներ են ուսումնասիրել, որոնց թվում էր նաև Ուշիի վանքային համալիրը։
Այն այդ ժամանակ պեղվում էր հնագետ Ֆրինա Բաբայանի կողմից։ Այստեղ գոյություններ մի շատ հետաքրքիր ինտրիգա, գոնե վարկածի մակարդակի վրա նրանք փնտրում էին Սուրբ Սարգիսի մասունքները, նրա գերեզմանը, նրա տապանակարը, եւ այս պեղումները շարունակվեցին մի քանի տարիներ։ Ձգվելով նրանք իհարկե հիմնական պատասխանին չհասան, որ շատ դժվար է այժմ ասել արդյոք հնարավոր էր հասնել դրան, թե մի այլ տեղ են գտնվում Սուրբ Սարգիսի մասունքները, ամենայն դեպս վարկածը դեռևս քաղաքացիության իրավունք ունի։ Մենք հիմա գտնվում ենք այս համալիրի հրապարակում եւ ուրեմն համալիրի մի կողմում, արևելյան կողմում տեսնում ենք կից մի շարք եկեղեցական շինություններ, որոնք կանգնել են 4-7-րդ դարերում եղած տարբեր պատճառներով փլուզված կամ վերաշինված շինությունների տեղերում։ Մինչև հնագետների մի խումբ պեղում էր 3-ից 5 մետր հողով ծածկված ուշիի տարածքը ներքևում, Հայկ Հակոբյանի թիմակիցները ուսումնասիրում էին տարածքը վերևից։ Արդյունքում սենսացիոն բացահայտում եղավ։ Վանքային համալիրի հարևանությամբ կար նաև Կիկլոպյան ամրոց։ Ինչ վերաբերում է Կիկլոպյան ամրոցին, որը վերևում հիմա կլինի, ապա բառը գալիս է հին հունական դիցաբանությունից, քանի որ Հունաստանի հին ամրոցների պեղումների ժամանակ այնպիսի կարծիք է արտահայտվել, որ նման խոշոր քարերով պարիսպները միֆական կիկլոպները, միաչկանի հսկաներն են դրանք կառուցել, որտեղ նրանք էին ի վիճակի ուղղակի նման քարերը իրար վրա դնել, այո, ըստ առասպելի, եւ մերձավոր արևելքում գտնված նման, ուրեմն քարերի շարով ամրոցները կոչվում են նույն ձևով։ Այս Կիկլոպյան ամրոցը որ թվականին։ Թեև պեղումները այստեղ դեռևս չեն իրականացվել, իսկ առանց պեղումների շատ դժվար է ճշգրիտ թվագրել, բայց ելնելով տիպաբանությունից Հայաստանում նման ամրոցների գոյության հատակագծից ընդհանուր, որը ասեցի օդից է մեզ հայտնի, մասնավորապես ամրոցը պետք է թվագրվի մոտավորապես մեր թվականությունից առաջ 12-րդ դարից, եթե ոչ ավելի վաղ, մինչև մեր թվականությունից առաջ 9-րդ դարը։ Փաստորեն օդային հնագիտությունը կարող է փոխել մեր պատկերացումները պատմության մասին։ Ես էլ մի կողմ դնեմ վախերս ու օդ բարձրանամ մասնագետի հետ, միգուցե ինձ հաջողվի մի նոր հայտնագործություն անել։ Օդային հնագիտությունը նոր մասնագիտություն է, բայց ասեմ, որ Մեծ Բրիտանիայում Սթոնհեջը հայտնաբերել են օդային հնագիտության միջոցով Մեծ Բրիտանիայի բանակի լեյտենանտի կողմից։ Ամեն պարագայում մենք համոզվեցինք, թե ինչ մեծ հնարավորություններ է տալիս հնագետներին թռիչքը։
Հիմա տեսնենք, թե օդային հնագիտությունը ինչ տարբեր մեթոդներ է կիրառում նոր բացահայտումների համար։ Որքան էլ տարօրինակ հնչի, օդային հնագիտության նախատիպ դարձած առաջին փորձերը մշակել են ամերիկյան տիեզերագնացների համար։ Մինչև 1969 թվին նրանց լուսին ուղևորելը Նևադայում տասնյակ կիլոմետրերի վրա ստեղծել էին լուսնանման ռելիեֆ, լուսանկարել վերևից, ապա տիեզերագնացները անգիր անելով լուսանկարները պետք է գտնեին նույն տարածքները գետնի վրա։ Նույն սկզբունքով հնագետներն են գտնում հուշարձանները երկնքից արած լուսանկարների օգնությամբ։ Մոտավորապես հաշված է, որ օդում արված մի ժամանոց լուսանկարներին համապատասխանում է գետնի վրա արված մի շաբաթվա տևողությամբ հետախուզական աշխատանքը։ Օդային հնագիտության մեթոդներից մեկը կոչվում է ստվերային։ Լուսանկարել պետք է արևածագից հետո եւ մայրամուտից քիչ առաջ, երբ արևը հորիզոնին համեմատաբար մոտ է։ Այդ ժամանակ ստվերները շատ երկար են։ Դա օգնում է լուսանկարների վրա նշмарել կոնտուրները։ Նույնիսկ ձմռանը ձյան վրա լույս ու ստվերի խաղը կարող է հուշել հուշարձանների վայրերը։ Օդից կարծես մենք տեսնում ենք եւ երկարությունը, եւ լայնությունը, եւ խորությունը օբյեկտների։ Իսկ գետնի վրա մենք ընդհանրապես տեսնում ենք օբյեկտներ, որոնք մոտավորապես մեր բարձրության են։ Մենք դրանք ընկալում ենք առանձին քարի կտորներ, առանձին հողի հատված, իսկ վերևից այդ ամեն ինչը համակարգվում է։ Կարծես թե փոքրացնելով մեր օբյեկտը մենք ընկալում ենք, ըմբռնում ենք այն ամբողջովին։ Մյուս եղանակը կոչվում է ավելցուկային խոնավության մեթոդ։ Եթե հողի տակ թեկուզ մի քանի մետր ներքևում որևէ շինություն կա, ապա նրա պատերը դարեր շարունակ բնական խոնավությունը ներծծելով երանգապես տարբերվում են ավելի չոր կավահողից։ Վերևից նկարելու դեպքում մուգ երանգավորված եզրերը հուշում են կառույցի հատակագիծը։ Բայց մի մեթոդ, որը օդային հնագիտություն դեռևս չունենալով օգտագործում էին, ասենք, Հայաստանում Կարմիր բլուրի պեղումների ժամանակ։ Երկար ժամանակ Կարմիր բլուրի միջնաբերդի պատերը, պարիսները շատ դժվար էր հասկանալ որոնք են, որովհետև պատկերացեք կործանված քաղաքը, որի պատերի եւ պարիսների մեծ մասը հում աղյուսից են եղել, վերին մասերում թափվել են խորդարատ անձրևից հետո խոնավությունը երկար ժամանակ մնաց պարիսպների պատերի մեջ, իսկ նրանցից դուրս եւ ներս արագ չորացավ ջուրը։ Եվ Արշավախմբի պետ Բորիս Պետրովսկին կարգադրեց արագ, որ հատվածը որ խոնավ է, թողնում եք անխաթար, մյուս մասը սկսում եք պեղել։ Եվ այդպես հայտնաբերվեցին առաջին սենյակները, որոնք զարգտվեցին Կարմիր բլուրի անխափան պեղումներին։ Օդային հնագիտության թերևս ամենագեղեցիկ մեթոդը գունային կոնտրաստայինն է, ինչը լավ է երևում հատկապես հացահատկի դաշտերի վրա թռչելիս։ Եթե հողի խորքում կառույցներ կան, ապա ցորենը նոսր է աճում եւ ուշ հասունանում, եւ հակառակը օրգանական մնացորդների վրա այն փարթամ է ու դեղին։ Այսպիսով, գունային տարբերությամբ հնարավոր է լինում կռահել հնագիտական կառույցի տեղն ու հատակագիծը։ Մենք ծանոթացանք օդային հնագիտության միջազգային ընդունված եղանակներին։ Այժմ թույլ տվեք ձեզ ծանոթացնել մի խումբ երիտասարդների հետ, որոնք մշակել են իրենց ուրույն եզակի մեթոդը։ Դաշտում աշխատելիս հնագետը տեսնում է գրեթե մի մասը։ Կարող ես տեսնել պատեր, ինչ-որ կառույցներ, բայց պլանը ամբողջական դու չես կարող տեսնել։ Այստեղ անհրաժեշտությունը գալիս է դա տեսնել վերևից։ Պարապլաներիզմով զբաղվելը երևի պատճառ դարձավ հենց իմ մասնագիտությունը, հնագիտությունը։ Ուզում էի ինքս տեսնել, ինքս փորձեի այդ նկարահանումները կատարել։ Google Earth-ի հիմնական ֆունկցիան այս դեպքում կայանում է նրանում, որ մենք կարող ենք հուշարձանը տեսնել մեծ տեսադաշտով, բայց ավելի մանրամասներ դու չես կարող տեսնել։
Երկրորդ փորձը, որը արվեց, դա պարապլանն էր, բայց պարապլանը կապված է նաև եղանակից և քամիներից։ Կա շատ լավ գործիք կվադրոկապտերներն է, որը բնականաբար թանկաճույք է։ Դա էր պատճառը, որ հղացավ երրորդ պրոյեկտը, կառուցվեց մի նոր մոդել, շատ պարզ մոդել, որը քիչ թե շատ արդեն կատարում է մեր ուզած ֆունկցիան։ Մենք Ուխտասարի արշավախմբից հետ եկանք, հասկացանք ինչա պետք սարքել, ինչ բարձրություն է պետք, ինչ արագություններ են պետք, ժամանակը, ղեկավարումը եւ այլն, ու արդյունքում ծնվեց այդ փուչիկի գաղափարը, որը շատ հարմար, շատ էժան տարբերակ է նմանատիպ խնդիրները լուծելու համար։ Սարքը հավաքեցինք ձեռքի տակ եղած նյութերով։ Կոնստրուկցիան ինքը ընդհանուր փուչիկ է գազով լցված, որը կարողանում է այդ ամբողջ համակարգը բարձրացնել վերև։ Համակարգը երկու օպերատորով ղեկավարվում է, Wi-Fi-ով կարող է կապվել համակարգչի։ Ղեկավարման ընթացքում կարելի է ընտրել համապատասխան անկյուն նկարահանման, թե որ կողմ ուղղել կամերան, ինչ բարձրություն պետք է ապահովել, որպեսզի ստանալ համապատասխան մասշտաբի նկարներ։ Մենք համոզվեցինք, որ օդային հնագիտությունը ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ ունի, ինքնաթիռից մինչև փուչիկներ, բայց դժվար է հավատալ, որ նկարահանումների արդյունքում գիտնականները ոչ միայն կառույցներ են բացահայտում, այլև հասկանում են մեր նախնիների կենսակերպի մանրամասներ, օրինակ, թե ինչպես են նրանք կենդանիներ որսացել։ «2001 թվականից հնագետները աշխատանքներ են իրականացնում Լեռնամերձ, Ոսկեհատ, Աղավնատուն գյուղերի շրջակա տարածքներում, որոնք շատ հարուստ են հնագիտական կառույցներով, քարե մարդու վաղագույն կայաններ, ժայռապատկերներ, դամբարանադաշտ։ Օդային հնագիտության տարբեր մեթոդների համադրությամբ այս տարի հնագետներին հաջողվեց ապացուցել, որ մեր լեռնաշխարհում էլ կան քայթ կոչվող շինություններ։ Սովորաբար գիտական գրականության մեջ նման տիպի, ասենք, օբյեկտները մեկնաբանում են որպես որսադարաններ։ Այսինքն իրենք ունեն այսպես կառուցվածքային առումով ինչ են իրենցից ներկայացնում են ուղղորդող ճառագայթներ եւ գլուխը։ Գլուխը ունի աշտարակաձև կառուցված, 2.5 մետր բարձրությամբ այդպիսի աշտարակներ են եւ մեկնաբանում են այսպես, որ կենթանուն մցրել են այդ ճառագայթներով ուղղորդել են, բազացրել եւ կենթանուն ուրեմն գցել են այդ դարան աշտարակի մեջ։ Բարդ քայթերը, գլխով քայթերը, ոնց որ պատկերացեք նույն կառուցվածքը ունեն, դրանց անտենաները կամ ուղղորդող ճառագայթները ավելի երկար են եւ գլուխը բավական մեծ մակերես է զբաղացնում, այստեղ ունենք աշտարակների այսպես շարք։ Կա գլխի տարբեր մասերում կան աշտարակներ, որոնք հավանաբար էլի կենթանուն բռնելու կամ թաքստոցներ են, որպեսզի այդտեղից կենթանիներին նետահարեն։ Համադրելով հնագիտության թե օդային, թե այլ մեթոդները, մասնագետները համոզվեցին, որ մեր լեռնաշխարհը հարուստ է քայթերի տարբեր տեսակներով։ Մեր իսրայելցի գոլեգաները, որոնք աշխատել էին իրենց տարածքում, ինձ ուղարկեցին իրենց մոտ ֆիքսված քայթերի լուսանկարները եւ խնդրեցին մի հատ նայել, մեզ մոտ դա կա թե չկա։ Իսկ մենք այդ ժամանակ հենց Աղավնատանն էինք աշխատում եւ առաջինից լուսանկարը երբ որ համեմատեցինք, տեսանք որ դրանք նույն բաներն են։ Սրանից 5-6 տարի առաջ մենք այդ մասին չգիտեինք։ Քայթերի հայտնաբերումը Հայաստանի համար եզակի նոր բացահայտում է, սակայն տասնյակ կիլոմետրեր ձգվող այս կառույցները, որոնք դեռ հուշարձան չեն ճանաչված, կարող են վնասվել գյուղատնտեսական, նաև այլ գործողություններից եւ ունեն պահպանության խնդիր։ Քայթերի կիրառական նշանակության մասին կարծիքները տարբեր են՝ որսադարան, արոտավայր եւ այլն։ Աղավնատան քայթից ոչ հեռու պեղվել է մի հիասքանչ դամբարան, որտեղ թաղված է միայն մեկ ձի։ Բուն ձիու թաղումը բացատրում են այսպես, որ շատ հնարավոր է ձին լինի, ասենք, տեսեք, ձին եւ կուլանը իրար խաչասերելու խնդիր է եղել, որպեսզի ստանան ռազմական ձի։ Փաստորեն, հնագիտության օդային եւ այլ մեթոդների համատեղումը ոչ միայն օգնում է հայտնաբերել կառույցներ, այլ նաև հասկանալ հազարամյակներ առաջ այստեղ ապրած մարդու գիտելիքների դիապազոնը։
Արագածի ամբողջ հարավային լանջերին տասնյակ կիլոմետրերի վրա այդ հսկայական կառույցները հարյուրներով շարունակվում են։ Դա խոսում է հասարակության, ասենք, այնպիսի մակարդակի մասին, հա, հայկական լեռնաշխարհի կոնեթե այդ ժամանակաշրջանում այն մակարդակի մասին, որ լանդշաֆտը կազմակերպելու ուրեմն նման փորձեր են կատարում։ Մինչ այդ արդեն ֆիքսված ժայռապատկերների վրա ունեինք օղակատիպ պլան, որը անհասկանալի էր, ինչ էր իրենց ներկայացնում, եւ օդային հնագիտությունը լավ գործիք աշխատեց։ Դրանք օղակատիպ բնակատեղիներ են, տվյալ բնակատեղին, որ նախամարտը կառուցել էր, տվյալ պլանը նա նաև փորագրել է քարի վրա, այսինքն դա մենք ունենք ժայռապատկերներում։ Ես համոզված եմ, որ դեռ մեր երկրում այնքան այսպիսի հետաքրքիր բաներ կան, որոնց մենք չենք տեսնում, որոնց մասին մենք չգիտենք։ Ամեն տարի տարածքը, Հայաստանի տարածքը հնագիտորեն լավ ուսումնասիրված չի։ Ինչն է հետաքրքիր, հենց մի քանի օր առաջ նորից Google-ով որոշակի հետազոտություններ կատարելու ժամանակ գտնվեց, կարծում եմ, գեոգլիֆ, որ իհարկե հիմա հետազոտության ընթացքում է եւ պետք է ինստիտուտ ստուգել դա, իրենից ներկայացնում է այծ, որը ստիլիստիկ շատ նման է պետրոգլիֆների պատկերագրության